Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերում են հոգեշնորհ Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը եւ Արա Սարգսակյան Նալչաջյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման է Հայաստանը Աստվածաշունչ մատյանում։ Աստված օգնական Հայր Սուրբ։ Աստված պահապան։ Արդեն առիթ ունեցել ենք խոսելու Հայաստանի մասին աստվածաշնչյան հիշատակումներից մեկի մասին, խոսքը վերաբերում է Եզեկիելի մարգարեության 38-րդ գլխում եղած հիշատակության մասին, եւ ահա դες այդ նախատեսեցինք երկու զրույցների ընթացքում դարձյալ անդրադառնալ այս թեմային, փոքր ինչ ավելի ընդարձակ եւ որքան հնարավոր է ամփոփ կերպով։ Եվ ահա այսօր այդ նախատեսված երկու զրույցներից առաջինն է, որում մենք կխոսենք Հայաստանը Աստվածաշունչ մատյանում ինչպես է հիշվում, նշելով աստվածաշնչյան համապատասխան տեղերը եւ հիմնավորելով, որ այդ նշումները վերաբերում են հատկապես Հայաստանին, որովհետեւ քիչ տեղերում է, որ հատկապես Հայաստան կամ հայք ձևակերպմամբ է հիշված մեր երկիրը, սակայն կան այլ պարագաներ, որոնք միանշանակ կերպով ցույց են տալիս, որ այդ սուրբ գրային տեղիները վերաբերում են հատկապես մեր աշխարհին, հայոց աշխարհին։ Հանրահայտ է, որ Հայաստանը աստվածաշնչյան դրախտային երկիր է, եդեմական երկիր։ Ոչ միայն եկեղեցու հայրերը, այլև հետագա դարերի բազմաթիվ ուսումնասիրողներ, մինչև 18-րդ, 19-րդ դարեր, նաև 20-րդ, միանշանակ կերպով մատնացույց են անում, որ Եդեմի պարտեզը հայկական լեռնաշխարհում է եղել։ Այսինքն, որ առաջին մարդկանց բնակության վայրը այստեղ է եղել։ Այստեղ է եղել թերևս նաև առաջին մարդկանց արարումը Ադամի եւ Եվայի, եւ որից հետո որպես բնակության վայր է Աստված նրանց տվել Եդեմի պարտեզը, որը դարձյալ Հայաստանում էր։ Ինչու՞, որովհետեւ տրամաբանական է ենթադրել, թե այն վայրը, որտեղ արարեց, հեռու չէր այն վայրից, որտեղ բնակեցրեց։ Սա հանրահայտ փաստ է։ Հանրահայտ է նաև այն, որ Նոյան տապանը Արարատ դռան վրա է հանգրվանել մեծ ջրհեղեղից հետո։ Սրանք այնպիսի փաստեր են, որ ամբողջ աշխարհին են հայտնի, եւ հաճախ օտարներից մենք լսում ենք, որ նրանք տեղյակ են այս մասին։ Անգամ հոգևոր բաներով ոչ այնքան շատ հետաքրքրվող մարդիկ գիտեն, որ Նոյան տապանը Հայաստանում է իջել ջրհեղեղից հետո։ Եվ բացի այս մեծ հանգամանքներից կա նաև մի շարք այլ աստվածաշնչային հանգամանքներ, որոնց մասին, նաև այս կարևոր հանգամանքների մասին անշուշտ այսօր կուզենայինք խոսել։ Ուրեմն սկզբից ըստ ժամանակագրական հերթականության մարդկության վաղ արշալույսի ժամանակներից։ 5-րդ դարում, երբ ստեղծվեց հայոց ոսկեղենիկ գրականությունը եւ այն կոչվում է նաև ոսկեդար, առաջինը թարգմանվեց Աստվածաշունչը։ Հավանդության համաձայն ասում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանավոր կերպով արդեն Աստվածաշնչի ճշմարտությունները ներկայացնում էր տալիս էր ժողովրդին, եւ ոմանք կարծում են, որ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ունեցել է համառոտ մի Աստվածաշունչ։ Հետագայում, երբ որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթևը առաջինը թարգմանեցին Աստվածաշունչը, եւ Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներ, որոնք որ վերաբերում են Հայաստանին, իրենք այնքան հարազատ մնացին բնագրերին, որ հետագայում գրեթե փոփոխությունների չընթարկվեց Հայաստանին վերաբերող հատվածները։ Եվ օրինակի համար Աստվածաշնչի հենց առաջին երկրորդ գլուխներում խոսում է դրախտի մասին, եդեմական պարտեզի մասին, որտեղ որ հիշատակվում է 4 գետերի մասին։ Դրանք են Եփրատ, Տիգրիս, Փիսոն եւ Գեհոն։ Ընդհանրապես 5-րդ դարից սկսած մինչև 12-րդ դար, 13-րդ դար մեր բոլոր պատմիչները, ովքեր որ անդրադարձել են մարդկության ծննդաբանություններին, նրանք միշտ սկսում էին արարչագործությունից։ Եվ հենց առաջի տողերում էլ ակնհայտ երևում է, որ բոլոր պատմիչներն էլ դրախտավայրը դնում են հայկական լեռնաշխարհում։ Եվ բոլորն էլ շատ լավ գիտեին Տիգրիս եւ Եփրատ գետերի մասին։ Ոմանք էլ նույնիսկ կարծիք են հայտնել, որ այդ գետերի անվանումները զուտ հայկական էին, ինչպես որ հայկական են հետագայում Հայաստանին տրված բազմաթիվ անուններ։ Ինչու Աստված հենց Հայաստանը ընտրեց որպես դրախտավայր,
կարող ենք ենթադրել, որ մերձավոր արևելքի, ընդհանրապես այդ երկրների մեջ ամենաբարձրադիր լեռնաշխարհը, որը գերմանացի մի շարք աշխարհագրագետներ անվանում են Լեռնային կղզի, դա Հայաստանն է։ Լեռնային կղզի է իրենից ներկայացնում եւ բարձրադիր է գրեթե տարածաշրջանի շատ սարերից, լեռներից եւ աշխարհագրականորեն նաեւ բարձրադիր դիրք է գրավում խաչմերուկում գտնվելու հանգամանքով նաեւ։ Եվ դրախտավայրը որպես այդպիսին մենք գիտենք, որ գոյություն ունի նաեւ հոգեվոր դրախտ հասկացությունը քրիստոնեականում, պատմականորեն աշխարհագրական անվանումով այն կարելի է տեղադրել այո հայկական լեռնաշխարհում։ Եվ մերձավոր արևելքի ժողովուրդների եւ էպոսներում, եւ հին հեքիաթներում, եւ իրենց սուրբ գրքերում այնուամենայնիվ հիշվում է Հայաստանը որպես սուրբ օրենքների երկիր, աստվածների երկիր, Աստծո երկիր, մարդկության առաջին երկիր եւ այլ հոմանիշներով եւ այլ անվանումներով նրանք անվանում են հայկական լեռնաշխարհը։ Աստվածաշնչի հենց Ծննդոց գրքի առաջին երկրորդ գլուխներում անդրադառնում է դրախտի մասին եւ նաեւ հիշում է այնտեղ, որ այդ դրախտում Աստված բնակեցրեց առաջին մարդուն Ադամին, որի կողից նաեւ ստեղծեց Եվային։ Եվ դրախտում նաեւ, ինչպես հետագայում կտեսնենք, հիմնվեցին առաջին արհեստները։ Ծննդոց գրքի որոշ հատվածներում ասում է, որ այսինչ մարդը օրինակ Մարդ ստեղծեց մետաղագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը եւ այլն։ Օրինակ, մինչև Նոյ ընկած ժամանակաշրջանում ապրել են բազմաթիվ մարդիկ հայկական լեռնաշխարհում, դեռ չէին տարածվել շրջակա հարևան երկրներում։ Օրինակ հին հայկական ավանդապատումների մեջ այսպիսի մի տեղեկություն կա։ Ասում է, որ Խնուսի դաշտում Խնուսի բնակիչները ցույց են տալիս ծառերի մի պուրակ, եւ այդ ծառերի պուրակը իրենք անվանում են Կայենի ծառեր։ Եվ հետագայում հենց այդ Խնուսի բնակիչների ավանդապատումների մեջ տեսնում ենք նաեւ Աբելի մասին հիշատակություն, ասում է, որ Աբելի արյունը թափվեց Խնուսի դաշտում։ Եվ գիտենք, որ նաեւ Ղամեկ, որը նույնպես Ադամի որդիներից էր, ապրել է նույնպես հայկական լեռնաշխարհում, հիշատակում է Ղամեքի լեռներ, այդպիսի անվանումներ։ Այդ հիշատակությունները եղել են մինչև 1915 թվականը։ Սակայն Աստվածաշունչ մատյանում այդ ամենի մասին խոսք չկա։ Դրանց այսինքն այդ հիշատակված իրադարձությունների աշխարհագրական ստոիկ վայրի մասին խոսք չկա, որ իսկապես Աբելի արյունը եղվել է Կայենի կողմից, եղվել է երկրի վրա հողի մեջ, Աստվածաշունչը հիշատակում է այդ մասին, բայց որ հատկապես աշխարհագրական այդ վայրում Աստվածաշունչը այդ մասին լռում է։ Այո, անշուշտ լռում է, դա մեր ավանդապատումների մեջ է այդ գալիս, եւ ավանդապատումները գիտենք 19-րդ դարում գրանցել է Գարեգին եպիսկոպոս Սրվանձնտյանցը, իսկ հետագայում 20-րդ դարում Արամ Ղանալանյանը, փառք Աստծո, որ այդ ավանդապատումները հասել են մինչև մեր օրերը։ Կարծում եմ, որ դրախտի մասին մենք նախորդ հաղորդումներում խոսել ենք, դրախտի, դրախտավայրի, այդ 4 կետերի, նաեւ անդրադառնալով առաջին մեղքի մասին, մենք կարող ենք անցնել Նոյի հիշատակությունը հենց Ծննդոց գրքի առաջին գլուխներում է, որտեղ որ հենց Աստվածաշունչն ասում է, որ մարդկանց մեղքերն այնքան էին շատացել, որ Աստված որոշեց մարդկությանը պատժել, եւ այդ պատժի ձևը ջրհեղեղն էր, եւ ջրհեղեղով երբ որ Աստված պատժեց մարդկությանը, նախ մինչ այդ Նոյին պատվիրեց, որպեսզի ինքը մի նավ պատրաստի, եւ կարող ենք ասել, որ մինչև ջրհեղեղը հայկական լեռնաշխարհի եւ ընդհանրապես տարածաշրջանը բավականին խիտ անտառներով էր պատված, եւ բնականաբար ենթադրում ենք, որ Նոյը նույնպես մինչև ջրհեղեղը արդեն հայկական լեռնաշխարհում էր գտնվում, այսինքն Ադամից մինչև Նոյ դժվար թե մարդկությունը այդքան շատ տարածված լիներ, ենթադրում ենք, որ Նոյը մինչև ջրհեղեղը այո ապրել էր հայկական լեռնաշխարհում։ Եվ Ծննդոց գրքի հենց 8-րդ գլխում արդեն խոսվում է ջրհեղեղի մասին։ Իհարկե Նոյի մասին այլ տեղեկություններ եւս կան սրբազան ավանդության մեջ, որ ոչ թե հայկական լեռնաշխարհում, այլ դեպի ավելի Իրաքի կողմերը այդ շրջաններում է կառուցվել Նոյան տապանը, սակայն երբ ջրհեղեղի ջրերը բարձրացել են, աստվածային առաջնորդությամբ տապանը ուղղվել է դեպի մեր աշխարհամասը եւ հանգրվանել
Արարատ լեռան գագաթին։ Արարատի մասին հիշատակությունները դեռևս մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակից են գալիս, իսկ 5-րդ հազարամյակից, օրինակի համար շումերները Արարատ լեռը անվանում են Նիսիր կամ Նիցիր, Նոին Ուտնափիշտին կամ Զյուսուդրա աքադերենով, այսինքն աքադերենի եւ շումերենի այդ կապը որոշակի է, եւ բոլորն էլ գրեթե մերձավոր արևելքի եւ նույնիսկ պատմահամեմատական, երբ որ լեզվաբանությամբ քննում են, ինչպես նաեւ եւ էպոսագետներն են նշում, գրեթե բոլոր ժողովուրդների հեքիաթներում, առասպելներում, լեգենդներում ի հայտ է գալիս ջրհեղեղի պատմությունը։ Ջրհեղեղի պատմությունը դա կարելի ասել թափառող սյուժե է, որը աստվածային ճշմարտությամբ հայտնվել է գրեթե բոլոր ազգերին։ Իսկ դա նշանակում է, որ պատմական ճշմարիտ հենք ունի այն, այլապես չէր կարող բոլոր ազգերի մեջ տարածված լինել, անգամ եթե հետագա ժամանակներում որոշակի շեղումների ենթարկվեր այն եւ ճշմարիտ պատումից վերածվեր առասպելների կամ լեգենդի, այդպիսի ձևաչափի մեջ մտներ։ Նույնիսկ ինդոնեզիական ազգերի առասպելների մեջ գոյություն են ունեցել Նոյի կամ ընդհանրապես ջրհեղեղի պատմությունը, եւ եթե արևելքի ժողովուրդների մեջ է, բոլորը նշում են, որ այդ լեռը գտնվում է արևմուտքում, կամ ասենք աստվածաշնչում որոշակի բաներ կա հյուսիսի լեռան մասին, կամ արևելքի, այսպես, երկրի մասին։ Ընդ որում արևելք հասկացությունը աստվածաշնչյան իր իմաստով ոչ միայն աշխարհի 4 կողմերից մեկն է նշանակում, այլև աշխարհագրական որոշակի տարածք, որը հենց այդ անունով էլ կոչվում էր արևելք, եւ Հայաստանը հենց այդ արևելքի մեջ է։ Նոյի մասին խոսելիս մեր ավանդապատումներում գոյություն ունի նաեւ այսպիսի մի զրույց, օրինակ Նախիջևանի հայերը, Նախիջևանահայերը եւ ինչպես նաեւ տեղի շրջակայքի պարսիկները հիշատակում են, որ իրեն գիտեն Նոյի գերեզմանը, Շիրմաքարը, եւ շատերը նույնիսկ ցույց են տալիս, դա գտնվում է ներկայիս Նախիջևան քաղաքի մոտ գերեզմանոցում, եւ ոմանք էլ օրինակի համար հենց Խնուս կամ ոմանք էլ նաեւ Մարանդ գավառում ցույց են տալիս Նոյի կնոջ, որը չի հիշատակում աստվածաշնչի մեջ, Նոեմզարի գերեզմանը։ Այսինքն նա հիշատակվում է, բայց հանվան է չի հիշատակվում։ Նոեմզարը անունը սրբազան ավանդությունից է հայտնի, իսկ որ Նոյը կին է ունեցել եւ որ նա իր հետ միասին փրկվել է ջրհեղեղի ջրից, դա դարձյալ աստվածաշնչյան հիմնավորում ունի։ Նույնիսկ գավառի անունը, այդ Մարանդ գավառի անունը ոմանք ժողովրդական ստուգաբանությամբ ստուգաբանում է որպես մայր անդ ձևով, այսինքն այնտեղ մայրն է թաղված, այսինքն թե Նոյը թե իր կինը թաղված են հայկական լեռնաշարում եւ Մարանդն էլ հենց Հայաստանի գավառներից մեկն է, որը ցավոք այժմ Հայաստանի կազմում չէ, այլ Իրանի տարածքում է գտնվում եւ Թավրիզից ոչ հեռու է գտնվում այդ վայրը, որտեղ Նոյի կինն է թաղված, Նոեմզարան։ Իսկ Նոյը, ինչպես արդեն նշեցիք, Նախիջևանում, որը ցավոք դարձյալ Հայաստանի կազմում չէ, մի քանի տասնամյակ է ընդամենը, որ Հայաստանի կազմում չէ, այլ Ադրբեջանի մաս է կազմում ներկայումս։ Գիտենք, որ Նոյը իր հետ վերցրել է նաև Ադամի եւ Եվայի ոսկորները, դա նույնպես սրբազան ավանդությունից է գալիս, եւ Նոյի 3 որդիները՝ Սեմը, Քամը եւ Հաբեթը, ըստ սրբազան ավանդության վիճում են Ադամի եւ Եվայի ոսկորների համար, եւ այնուամենայնիվ այդ ոսկորները ի պահ է տրվում Սեմին, իսկ Սեմ նահապետը այն տանում եւ ներկայիս Իսրայելի Պաղեստինի տարածքում թաղում է եւ ըստ սրբազան ավանդության Ադամի կանգի վրա հետագայում բարձրանում է Քրիստոսի խաչը, իսկ Եվայի գերեզմանի վրա Քրիստոսին ծնում է Սուրբ Մարիամ Աստվածածինը։ Այսպիսի ավանդությունները եւ հայկական են եւ մերձավոր արևելքի ժողովուրդների ավանդապատումների մեջ է պահպանված եւ արամերեն եւ ասորերեն եւ հին եբրայերեն եւ փյունիկերեն լեզվով պահպանված։ Այսինքն այդ ավանդությունները դարձյալ կապ ունեն հայկական լեռնաշխարհի հետ, քանի որ Նոյն էր, որ իր հետ վերցրել էր առաջին մարդկանց մարմնի նշխարները եւ նա էր, որ հողին էր հանձնել աշխարհի այդ մասերում, ինչպես արդեն նշեցիք։ Հայոց ազգացակման ազգաբանության առնչվող շատ հարցեր կան, որ մեր 5-րդ դարի պատմիչները եւ հետագա նաեւ պատմագիրները միշտ օգտվել են Աստվածաշնչից, աստվածաշնչյան ազգաբանությունից, այդ տոհմաբանությունից եւ գրեթե բոլորն էլ նշել են հայերի հաբեթածին լինելը
նույնիսկ մեր մատենագրության մեջ կա այսպես Հաբետյան ազգ անվանումը, բայց ավելի շատ մեր պատմագիրները նշել են Հաբեթի թոռան թորգոմածին լինելը հայերին պարագային, թորգոմը Հաբեթի թոռն էր, ինչպես նաև թորգոմի ավագ եղբայրը Ասքանազը, որ եբրայերեն բնագրում ուղղակի գրված է Աշքենազ։ Եվ գրեթե բոլոր պատմիչները, եթե անդրադառնում են ասենք Ասքանազին, բնականաբար ավելի շատ գրում են հայերին որպես թորգոմածին լինելը։ Եվ Հայաստանը կոչվում են նաև թորգոմատուն, կամ ոմանք նաև օրինակ ասորիները, ասորեստանյան արձանագրություններում թորգոմատունը հանդիպում է թիլ գարեմու ձևով։ Իսկ մեր մատենագրության մեջ երբեմն նաև թոգարամա կամ թեգարամա ձևով։ Եվ ոմանք որոշ պատմաբաններ ենթադրում են, որ դա ոչ թե Աստվածաշնչից է գալիս այդ անունը, այլ նախապես արդեն հայերը ունեցել են եւ բնակավայր եւ նաեւ որպես անուն էպոնիմ հայերի որպես նախնին հանդես է եկել թորգոմը եւ հայկական նաեւ ավանդապատումների մեջ որոշակի տեղեկություններ կա թորգոմի եւ Ասքանազի մասին։ Նույնիսկ բնակավայրեր այդպես կան, օրինակ Հայաստանի արևմտյան հատվածում Եփրատի ափին է գտնվել փոքր հայքի եւ Եփրատի այդ հատվածում է գտնվել թորգոմատուն երկիրը։ Եվ այս անվանումը Ասքանազ դուք հիշեցիք վկայակոչելով Աստվածաշունչ մատյանը, որ նա եղել է թորգոմի եղբայրը, այսինքն Հայաստանը, որ թորգոմատուն է կոչվում, նրա հարազատ եղբայրը եղել է Ասքանազը եւ պատահական չէ, որ Աստվածաշունչը արարատյան երկիր արտահայտության հետ մեկտեղ գործածում է նաև ասքանազյան գունդ արտահայտությունը եւ առհասարակ բնորոշ է շատ Աստվածաշնչին, որ Հայաստանը նրանում բացի իր բուն անվանումից հիշատակում է նաև նրա առանձին աշխարհագրական վայրերի անվանումներով, օրինակ ասենք ոչ թե ասում է Հայաստան, այլ ասում է Արարատյան երկիր։ Իսկ գիտենք, որ Արարատյան երկիրը հենց Հայաստանն է, որովհետև հայերը շարունակ ապրել են Արարատ լեռան շուրջը, շրջակա տարածքներում։ Եվ Արարատն էլ հայկական լեռ է եղել։ Եվ կամ ասենք ասքանազյան գունդ արտահայտությամբ, քանի որ հարազատ եղբայրներ էին թորգոմը եւ Ասքանազը, ապա հայոց նախնի թորգոմի հարազատ եղբոր անունով էլ որ բնական է շատ հեռու տեղեր չէին բնակվում երկու հարազատ եղբայրներ, կարող ենք մենք մեզ վրա օրինակ վերցնել, ես եւ իմ եղբայրը, թե մենք թե յուրաքանչյուր մեր ունկնդիր, այսպես կարող է մտածել, ինչպիսի սերտ ազգակցություն կա իր եւ իր եղբոր միջև, եւ նրանք ուրեմն բնակվում էին պատմական այդ ժամանակահատվածում միասին իրար մոտ եւ եղբոր անունը մատնանշելով հասկացվում է դարձյալ Հայաստանը, այսինքն նրա եղբայրը, որը հիմնադիրն էր Հայաստանի, կարելի է այսպես ասել, նա եւ իր որդին Հայկ Նահապետը։ Վերադառնալով Արարատ անվան, հիշեցնենք, որ Վոլգատա թարգմանության մեջ, որը հենց լատիներեն հին թարգմանությունն է, առաջին թարգմանությունն է եւ այն կատարել է Հերոնիմուսը, Սուրբ Հերոնիմուսը, այնտեղ ոչ թե ասում է Արարատ կամ Արարատյան լեռների վրա է իջել Նոյը, այլ հայկական լեռների վրա է իջել, այսինքն հենց քրիստոնեական առաջին դարերում էլ Արարատը ընկալում էր որպես Հայաստանի խորհրդանիշ եւ Արարատի երկիր հոմանիշ է Հայաստանի։ Եվ Երեմիա մարգարեն հենց այդպես էլ ասում է, որ պատվեր տվեք ինձանից, այսինքն Աստծո կողմից Արարատյան թագավորությանը եւ Ասքանազյան գնդին եւ նրան հորդորում է դեմ ելնել ընդդեմ Բաբելոնի։ Արարատյան թագավորություն կամ Արարատյան երկիր, որը Հայաստանը եւ Ասքանազյան գունդ, որը դարձյալ նույն իմաստն ունի։ Խոսելով Աստվածաշնչում Հայաստանի մասին եղած տեղեկությունների մասին, մենք մի շատ հետաքրքիր փաստ ենք հանդիպում 4-րդ թագավորության գրքում, որտեղ որ դեպքերը տեղի ունենում 7-րդ դարում Քրիստոսի ծննդից առաջ։ Ասում է, որ Ասորեստանի Սենեքերիմ արքան, երբ որ բնակվում է Նինվե քաղաքում, Նինվեն Ասորեստանի մայրաքաղաքն էր, իր երկու որդիները Ադրամելիքն ու Սարասարը պաշտամունքի ժամանակ սպանում են իրենց հորը, թագավոր հորը, եւ փախչում են Արարադի երկիր։ Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Հայաստանը այդ երկու հայրասպաններին
այսինքն հանցագործ մարդկանց պատասպարող մի երկիր է, չարիքը խրախուսող, պաշտպանող մի երկիր է, ասենք որ Սենեքերի արքան ինքը չարագործ էր եւ ինքը մարդասպան էր, այնց մարդկանց իր շրջապատի մարդկանց սպանում էր եւ թաքուն թաղում էր հողում եւ բազմաթիվ այդպիսի մարդկանց սպանեց, մի քանի անգամ Աստվածաշունչը այդ մասին հիշատակում է, այդ մարդու այդ չարագործության մասին, դաժան բռնակալ էր եւ այդ մարդասպան մարդու որդիներն էլ ըստ երևույթին իրենց մարդկային նկարագրով հեռու չեն եղել իրենց հորից եւ հենց սլակ ուղղել են իրենց մարդասպան հոր դեմ եւ նրան են սպանել եւ որպեսզի իրենց փորձանք չպատահի իր հոր շրջապատից փախել են իրենց երկրից եւ փախել են Հայաստան։ Ամեն դեպքում նրանք եղել են այդ չարագործին պատժող մարդիկ, թեկուզ եւ իրենց հայրը լինի, որոնց պատասպարել է Հայաստանը։ Հավանաբար տվյալ ժամանակաշրջանում Հայաստանը ավելի ապահով երկիր էր համարվում, որտեղ մենք գիտենք Ասորեստանի եւ ընդհանրապես Արարատի երկրի միջև եղած պատերազմներում Հայաստանը ընկալում էր ավելի ազատամիտ, ավելի բարեկիրթ մի երկիր եւ գուցեև հայրասպան կամ թագավորասպան այդ որդիները ընկալել են Հայաստանը որպես ավելի ապահով երկիր, որտեղ որ իրեն կարող են հանգրվալ լինել։ Եվ Մովսես Խորենացին, երբ որ անդրադառնում այս պատմությանը, Արարատի երկրի փոխարեն ասում է այդ երկու հայրասպան որդիները փախան եւ եկան մեզ մոտ։ Մեզ մոտ ասելով ինքը նկատի ունի հենց Հայաստան, այդ անունն էլ ասում է Հայաստան։ Այսինքն ոմանք գիտենք, որ եւ պատմիչները եւ հետագայում նաեւ պատմաբանները տարբերակում են Արարատը Արարատից։ Այդ Արարատ դյով ոմանք կարծում են, որ կորդված աշխարհի լեռներում է գտնվում այդ լեռը, նույնիսկ կարծիք կա օրինակ Թոմա Արծրունու մոտ, որ Նոյը իջել է ոչ թե ներկայիս Մասիսի վրա, այլ Արարատ լեռան վրա, եւ նույնիսկ որոշ պատմաբաններ այդ տեսակետն են ընդունում։ Եվ ասեմ, որ իհարկե սա ուսումնասիրողների փոքրամասնության կարծիքն է, որ կորդուքում է իջել Նոյան տապանը, մեծ մասը անգում են այն տեսակետին, որ այնուհանդերձ Մասիս լեռան վրա է իջել։ Եվ սա պետք է կարծեմ թե հենց հիմք համարել, մանավանդ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս տարածաշրջանում Արարատը ամենաբարձր լեռն է եւ իր հարաբերական բարձրությամբ աշխարհից ունեցած իր բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է, այսինքն երկրագնդի ամենամեծ բլուրն է, կարելի այսպես ասել, ամենամեծ ուռուցիկությունը, որ երկրի մակերևույթի վրա կա, դա Արարատ լեռն է եւ հենց իր այդ հանգամանքը եւս նշան է եղել, որպեսզի հայերի երկիրը Հայաստանը հատկապես իր այդ կետի, այդ լեռան անունով կոչվի։ Եվ Աստվածաշունչը այդպիսի կարծես թե բնութագրումները որդեգրել է եւ Հայաստանը իր տարբեր աշխարհամասերի անուններով կոչել է։ Մեր հետագա քննարկումների ընթացքում այս հանգամանքը առավել հստակորեն Երևան կգա, իսկ այժմ նշենք պարզապես Արարատ լեռան հետ կապված այդ հանգամանքը եւ նման մոտեցումը, որ լեռան անունով ամբողջ երկիրն է հասկացվում։ Ընդհանրապես նաեւ մեր թվարկությունից առաջ սկսած 12-11-րդ դարից Հայաստանը նաեւ հիշատակում է որպես Նայիրի երկիր, այսինքն տվյալ ժամանակաշրջանում մեր հարևանները երբեմն մեզ կոչում են կամ լեռան անունով, կամ էլ ասենք Նայիրի կոչում է ջրերի կամ ծովերի կամ գետերի երկիր։ Եվ դա պատահական չէ, որտեվ եւ մանավանդ լճերի, այո, որովհետեւ այս երկիրը հյուսիսային համեմատած այն երկրների համեմատությամբ, որտեղ հեղինակվում էր Աստվածաշունչ Մատյանը եւ որը առավել հարավ էր գտնվում, քան Հայաստանը, նրանց համեմատ ուրեմն մենք հյուսիսային երկիր ենք եւ հայտնի ենք որպես լճերի երկիր։ Թերևս նկատի առնվում Սևան, Վան, Ուրմիա լճերը եւ այլ բազմաթիվ փոքր լճեր, որ առկա են պատմական Հայաստանի տարածքում։ Նորից վերադառնալով ասորեստանյան այդ դեպքերին, Սենեքերի մարգայի հետ կապված, այս մասին նաև հիշատակում է Եսայի մարգարեն եւ գրեթե նույն պատմությունն են, ինչպես որ ասենք 4 թագավորության գրքում, պետք է ասել հենց այս ժամանակաշրջանում էլ դրանից եւ նույնիսկ շատ առաջ էլ մեր թվարկությունից առաջ 15-րդ 14-րդ դարում արդեն հիշատակում է խեթական արձանագրությունների մեջ Հայաշա կամ Հայասան որպես առանձին պետություն, առանձին երկիր, այսինքն խեթերը, որոնց մասին նաև այլ հիշատակություններ կան Աստվածաշնչում, քետացիներ անվանումով,
որոնք նույնպես աստվածաշնչյան այդ ազգերից մեկն են, մեզ անվանում են հայասացիներ կամ երկիրը անվանում են Հայասա կամ Հայաշը։ Աստվածաշնչյան ժողովուրդները տվյալ ժամանակաշրջանում բազմաթիվ էին, հիմնականում նրանք մերձավոր արևելքի ժողովուրդներն էին եւ ոմանք նաեւ տարբեր անուններ ունեին։ Ասենք օրինակի համար քետացները պատմագրության մեջ կոչվում են խեթեր, կամ ասենք ամորեական այդպես ցեղեր են, դրանք նույնպես սեմական ժողովուրդներ են։ Դրանցից է օրինակի համար արամեացիները կամ նույն հրեաները, եբրայեցիները, հետագայում ասենք ասորիները։ Իդեպ Արամի մասին մենք մեր հաջորդ զրույցի ընթացքում առավել մանրամասն խոսենք։ Արամ, որի մասին Աստվածաշունչը հիշատակում է որպես Սեմի որդի՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Լուդ, Արամ։ Եվ հայտնի է, որ Արամ անունը հայոց մեջ ամենատարածված անուններից է, սա կարծեմ թե պատահական մի հանգամանք չէ, եւ թե ով էր Արամը, այդ մասին մենք կխոսենք։ Եվ թերևս այսքանը բավարար համարենք մեր առաջին զրույցի համար Հայաստանը Աստվածաշունչ մատյանում թեմայով, որի ընթացքում մենք նշեցինք որոշ աստվածաշնչյան տեղիներ, որտեղ հիշատակվում է Հայաստանը ուղղակի կերպով կամ իր աշխարհագրական վայրերից որևէ մեկի անվամբ, եւ մյուս զրույցի ընթացքում կշարունակենք նույն սկզբունքով աստվածաշնչյան սուրբգրային այլ տեղիք եւս հիշատակել եւ ներկայացնել նաեւ նրանց բացատրությունները, թե ինչպես է, որ այդ վայրը հատկապես Հայաստանին է վերաբերում, այդ վայրը կամ այդ իրադարձությունը։ Իսկ այժմ անդրադառնանք ունկնդիրների հարցերին։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնում եմ, որ այսօրվա մեր զրույցի թեման է Հայաստանը Աստվածաշունչ մատյանում, եւ մինչ այժմ ձեր մեզ ուղղված հարցերը ուղղում եմ հոգեշնորհ Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանին։ Եսայու մարգարեության 18-րդ գլխի առաջին պարբերությունը ընթերցելուց հետո արդյոք համամիտ չէիք լինի, որ դա հենց Հայաստանի մասին մարգարեություն է։ Եթե կարելի է, Հայր Սուրբ, արդեն քանի որ բացված է Աստվածաշնչի այդ հատվածը, ընթերցենք եւ խնդրեմ ձեր պատասխանը, դա Հայաստանի մասին է թե ոչ, ինչ եք կարծում։ Եսայի մարգարեության 18-րդ գլխի առաջին հատվածները հետևյալն են. Վայ եթովպացիների գետի այն կողմում արագածներին ապավինած երկրին, որ ընծաներ էր ուղարկում ծովով եւ մագաղաթյա հրովարտակներ ջրերի կոհակների վրայով, որպեսի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մոտ, ազգ, որ օտար է ու չար եւ դրանից ավելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անհույս է ու ոտքի տակ տրված։ Պետք է ասել, որ եթովպացիներ այդ ազգի անվանումը ոչ մի կապ չունի Եգիպտոսից հարավ գտնվող եթովպացիների հետ։ Հին շրջանում նաև արձանագրություններում, սեպագրերում նաև կա եթովպացիների անունը ներկայիս Իրանի եւ Իրաքի տարածքում է եղել այդ երկրանունը, բայց հետագայում հնարավոր է, որ ասենք այդտեղից երբ որ տարածվել են ամբողջ աշխարհում մեկ, այդ անվանումը տանեին մինչև հասցնեին Աֆրիկա, շատ հնարավոր է։ Բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ ասում է, որ ընծաներ էր ուղարկում ծովով, գետեր կային, որ օրինակ Եփրատը այնքան ընդարձակ է, այնքան լայն է իր հունը, որ երբեմն անվանում էր նաև ծով, որտեղ լճի մեծության գետ է եղել, եւ ըստ Հերոդոտոսի հայերը կողովներ էին պատրաստում, հատուկ մեծ նավեր էին պատրաստում, նավերի մեջ դնում էին գինին կամ ասենք այլ համեմունքներ այդ կողովների մեջ, այդ նավերի մեջ, որոնք որ ունեին շրջանաձև կառուցվածք եւ այդ ապրանքները իրենք հասցնում էին մինչեւ Միջագետք, Եփրատի այդ նավարկելի հատվածով, մոտավորապես Հայաստանի հարավային մասն է, հասցնում են մինչեւ Բաբելոն կամ Նինվե եւ այլ քաղաքներ Միջագետքի եւ այնտեղ այդ ապրանքները վաճառում էին, գնում էին այլ ապրանքներ եւ ջորիներով, ավանակներով վերադառնում էին Հայաստան։ Փաստորեն հնարավոր է, որ այս հիշատակությունը այստեղ կա, որ ընծաներ եւ այլ ասենք բաներին իջեցնում դեպի Միջագետք։ Դա բացասական երանգով է այդտեղ հիշատակվում, դրական ազգ չարը այստեղ հայերին չի վերաբերում, այլ վերաբերում է Միջագետքյան ժողովուրդներին։ Եթե կարելի է ամբողջությամբ ուրեմն ընթերցենք այդ հատվածը Եսայու մարգարեության, պիտի առավել հասկանալի լինի։ Վայ եթովպացիների գետի այն կողմում առագաստներին ապավինած երկրին, որ ընծաներ էր ուղարկում ծովով եւ մագաղաթյա հրովարտակներ ջրերի կոհակների վրայով, որպեսի արագընթաց սուրհանդակները գնան
գոռոզացած ազգի մոտ, ազգ, որ օտար է ու չար, եւ դրանից ավելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անհույս է ու ոտքի տակ տրված։ Եվ թերևս սա է, որ ունկնդրին հետաքրքրում է, հայերին է վերաբերում, թե ոչ։ Այս ազգ չար, գոռոզացած, գնում է օտար այդ ազգի մոտ, ասենք սուր հանդակները, չէ, նվերներով, որոնք ծովի միջոցով են գնում են չար ազգի մոտ, ասենք պետք է որ այլ մի ազգի ներկայացուցիչ գնա եւ չար ազգի հանդիպի։ Այստեղ անհասկանալի է, թե ինչն է, որ կարող է վերաբերել Հայաստանին, այդ չար եւ օտար ազգը, թե այն մարդիկ, ովքեր գնում են այդ չար եւ օտար ազգի Այն մոտ։ մարդիկ, որ գնում են այդ չար ազգի մոտ։ Դրանք հայեր են, պաստորեն, ըստես։ Թե ենթադրում եք, որ հայեր, միգուցե ոչ հայ է, ոչ ուրիշ, երրորդ մի ազգ է ընդհանրապես։ Բայց այդտեղ ես Հերոդոտոսի այդ տվյալի հետ զուգադրում եմ ուղղակի, հնարավոր է որ նմանություններ լինեն, ես այդ նմանությունը տեսնում եմ։ Այսինքն հնարավոր է, որ հայ վաճառականները առևտուր արածել տարբեր ազգերի հետ, այդ թվում նաև չար ինչ-որ ազգի հետ։ Մի ազգ, որի մեջ չար սովորությունները շատ տարածված լինեին։ Բայց դա ամեն դեպքում ենթադրություն է եւ ստույգ պնդում չէ, որքան ես հասկացա ձեր պատասխանից այսօր։ Մյուս հարցը, վերջին 2 շաբաթվա ընթացքում մի քանի հեռուստաալիքներ դարձյալ անդրադարձան դիակիզման հարցին։ Ըստ ձեզի վերջո պետք է դիակիզում անել թե ոչ, եւ այս հարցին ինչ լուծում կարելի է գտնել։ Մենք այս հանդիպման ընթացքում անդրադարձանք, որ Նոյը իր հետ վերցրեց Ադամի եւ Եվայի ոսկորները եւ սրբության պահելով հետագայում այն բաժին հասավ Սեմին եւ տեսնում ենք, որ հին շրջանում ընդհանրապես աստվածաշնչյան այսպես ազգերի մեծ մասի մոտ, այդ թվում նաեւ հայերի մոտ դիակիզումը ընդունված չի եղել։ Այսպես միշտ պաշտվել է շիրիմը, շիրմաքարը, տապանը, գերեզմանը։ Եթե չասենք պաշտվել, ապա հարգվել է, որովհետև պաշտվում է Աստված։ Այո, եւ հարգվում է սրբությունը եւ ուղղակի նախնիների պաշտամունքի հետ կապված ոմանք կռապաշտության գիրկն ընկան եւ այդպես այդ նախնիների պաշտամունքը ինչ որ ձեւ արտահայտված էր մեծ հարգանք, ասենք գերեզմաների նկատմամբ։ Եվ դա հայոց մեջ եւս տարածված է։ Հայոց մեջ այո նույնպես տարածված էր, հենց հետագայում էլ գիտենք, որ հայկին հայերը աստվածացրին եւ այդ նախնիների պաշտամունքը հետագայում դարձավ նաեւ կռապաշտություն։ Խոսքը վերաբերում է նախաքրիստոնեական Հայաստանի մասին խոսքը։ Եվ ուրեմն ինչ դիակիզումը այո թե ոչ դիակիզումը։ Կարծում եմ, որ դիակիզումը չի կարող տեղ գտնել հայոց կյանքից ներս։ Իդեպ առիթ եղել բազմաթիվ հոգեվորականների հետ զրուցելու այս հարցի մասին եւ բոլորն էլ միանշանակ բացասական կարծիք են հայտնել այդ դիակիզման երևույթի վերաբերյալ, թե դուք եւ թե ձեր ծառայակից այլ հոգեվորականներ եւս։ Եվ եթե այդպես է, ապա ինչու հայ եկեղեցին որպես միահամուռ մեկ ուժ եւ հայ եկեղեցու հոգեվոր ղեկավարությունը ինչու պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գալիս, որ դիակիզումը հակաքրիստոնեական երևույթ է եւ դեմ է նաեւ մեր ազգի ավանդույթներին եւ որպեսի այդ կարծիքը, այսինքն եկեղեցու բարձրագույն հոգեվոր ղեկավարության, հոգեվոր իշխանության կարծիքը հաշվի առնեն նաեւ պետության ղեկավարները եւ արգելվի այդ գործողությունը Հայաստանում։ Եթե այդպես է, ինչու դա չի արվում։ Այդպիսի տեսակետ արտահայտելու համար ամենահայոց կաթողիկոսը պետք է որ ազգային եկեղեցական կամ հոգեվոր գերագույն խորհրդի ժողով գումարի կամ եպիսկոպոսական ժողով գումարի եւ այդ դեպքում միայն կարող են այդ ժողովի որոշումները ներկայացնել ազգային ժողով։ Իսկ դա դժվար է անել։ Չեմ կարող ասել թե դա դժվար է թե հեշտ է։ Չէ՞ որ այդպիսի ժողովներ պարբերաբար գումարվում են, ուրեմն դժվար չէ։ Այո, դժվար չէ, առայժմ արարողությունների հետ կապված այդ ժողովներն են տեղ ունենում մակարդության, պսակի եւ այլն։ Հավանաբար մեկ օր կանդրադառնան նաեւ թաղման ծեսին, գերեզմանի կարգին, տան կարգին եւ այլն, եւ այդ դեպքում նաեւ կանդրադառնան դիակիզման հարցին։ Շատ լավ, հաջորդ հարցը։ Իսահակը ծնեց Եսավին ու Հակոբին, ասում է ունկնդիրը երկրորդելով Աստվածաշնչյան խոսքը։ Աստված օրհնեց Հակոբին եւ բնական է ենթադրել, որ Թորգոմն էլ հայկից բացի այլ զավակներ էլ է ունեցել։ Հետևաբար Գոգի ու Մագոգի մասին դրվագում, որը Եզեկիել 38-րդ գլուխն էր, որի մասին էր մեր նախորդ հանդիպման ընթացքում կայացած զրույցը, ասում է ունկնդիրը, որ այդ դրվագում Թորգոմատունը երևի Թորգոմի այդ այլ զավակների սերունդներն են, այսպիսի ենթադրություն է անում։
Եվ շարունակում. Աստված մեզ հետ վարվում է ըստ մեր վարքագծի, սակայն անկախ դրանից նա նախապես գիտե, թե մենք մեզ ինչպես ենք դրսևորելու, այսինքն դժվար է համաձայնել ձեզ հետ, թե մեր լավ վարքագիծը կարող է փոխել Գոգի եւ Մագոգի դրվագում թորգոմատան մասին ասվածը, եւ խնդրում է ձեր արձագանքը։ Մեր մատենագրության մեջ այդպիսի տվյալներ կան։ Օրինակ, մի շարք Մերձավոր Արևելքի ժողովուրդների, ասենք, նախահայր համարվում է թորգոմը, եւ օրինակի համար Ռիփաթից, որը թորգոմի այսպես կրծեր եղբայրն է եղել, ոմանք ասում են, որ Ռիփաթից ծերվել են փրյուգացիները, եւ այդ հիշատակությունը հիմք է հանդիսացել, որ հետագայում Հերոդոտը, Ստրաբոնը եւ այլ հույն պատմիչներ համարեն հայերին որպես փրյուգացիների հետնորդներ կամ փրյուգացիների նման, ասենք, զինված մարդիկ, կամ ասում են, որ հայերենում շատ կա փրյուգերենից բառեր, այսինքն լրիվ հակառակն է եղել, բայց որոշակի հիմք կա, եւ մեր մատենագրության մեջ նորից եմ ասում, Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդներ համարում են թորգոմացի։ Այո, հնարավոր է, որ ասենք կովկասյան մի շարք ժողովուրդներ նույնպես առաջանային թորգոմից, ինչպես որ դրա մասին խոսել է վրաց պատմիչ Լեոնտի Մռովելին։ Գիտենք, որ ըստ Լեոնտի Մռովելի թորգոմացին են համարվել ընդհանրապես թորգոմի 8 որդիների անուններն է տալիս, որոնցից ուրեմն ավագը Հայկն է եղել։ Եվ շատ հնարավոր է, այո, կովկասյան, ասենք, մի շարք ժողովուրդների հետագայում, եթե ասենք իրենք պետություն ունենան, ինչ որ առումով համագործակցեն Չարին, Գոգ եւ Մագոգին, բնական է դա, հասկանալի է, որտեվ ժողովուրդները այնպես չէ, որ իրենք վերջնականապես ձևավորված են։ Բոլոր ժամանակներում էլ ժողովուրդների ընդհանրապես ձևավորումը միշտ էլ հարակն այսպես իրողություն է, եւ վերջնականապես ձևավորված ժողովուրդ գոյություն չունի։ Եվ ունկնդրի այս հարցադրման մեջ տեսնում եմ ես այսպիսի երանգ, սա մեր նախորդ զրույցի արձագանքն է այս երանգը, որ եթե Աստվածաշնչում գրված է, որ դուք հայերդ վատ բան եք անելու, իզուր ինչու եք ձեզ արդարացնում, եթե գրված է, ուրեմն անելու եք դուք այդ վատ բանը, իզուր մի փորձեք ինչ որ խուսանավելու տեղեր փնտրել, սակայն մեր ունկնդիրը երևի այնքան էլ ուշադիր չի եղել մեր նախորդ զրույցի բովանդակությունը ամբողջությամբ չի ընկալել, այնտեղ ասվում էր այն միտքը, որ պատմական այն ժամանակահատվածում, երբ հավանաբար տեղի են ունեցել շրջակա ժողովուրդների կողմից, այդ թվում նաև հայերի մասնակցությամբ հարձակումներ Իսրայելի վրա եւ պարտվել են հարձակվողները պատմական այդ դրվագում, այդ դրվագը ֆիքսելով իր դիտարկման գիզակետում, ֆոկուսում պահելով, այդ դրվագը տարածում է գալիք իրադարձությունների վրա, խոսելով արդեն ոչ թե Իսրայելի, այլ նոր Իսրայելի մասին, Եզեկիել մարգարեն, նոր Իսրայելի, որ էր քրիստոնեական եկեղեցին, որը պիտի լիներ, եւ ովքեր որ եկեղեցու դեմ դուրս կգան, որ ազգերն էլ որ լինեն, նրանք պետք է պատժվեն եւ կործանվեն։ Այսինքն այսպիսի միտքեր ներկայացվել, սա հավանաբար չի ընկալել մեր ունկնդիրը, դրա համար այլ բան է ասում։ Եվ որ Գոգ ու Մագոգ հասկացությունը գլոբալ առումով քրիստոնեական եկեղեցու դեմ ելնող կամ ելնելիք ազգերն են։ Փառք Աստծո, մենք գիտենք, որ այ ժողովուրդը ոչ թե քրիստոնեական եկեղեցու դեմ ելնող ազգերից է, այլ ինքը հենց քրիստոնյա ազգ է։ Քրիստոնյա ժողովուրդ են հայերը եւ հետեւաբար ովքեր որ քրիստոնյա ժողովրդի, այսինքն հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների քրիստոնեական եկեղեցու դեմ ելնեն աշխարհի վաղճանին այդ գլոբալ առումով, նրանք Աստծո կողմից պետք է կործանվեն։ Այսպիսին է մարգարեության իմաստը, Եզեկիելի մարգարեության իմաստը։ Եվ այդ դեմ ելնող ուժերը Գոգն ու Մագոգն են, որոնք արդեն գլոբալ առումով բարեբախտաբար կապ չունեն Հայաստանի հետ։ Եվ վերջին հարցը այսօրվա մեր հարցաշարից զրույցի ընթացքում ասվեց, ասում եմ կնդիրը, որ մարդը ստեղծվեց Հայաստան դրախտավայրում, մինչդեռ 86-րդ Սաղմոսի 5-րդ համարում գրված է. Սիոնը պետք է մայր կոչվի, որտեղ մարդը ծնվեց։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը սրա վերաբերյալ։ Գիտենք, որ առաջին այսպես մկրտությունը որ տեղ ունեցավ, Հորդանան գետում էր, Պաղեստինում, եւ հետագայում քրիստոնեության շրջանում ընդհանրապես մկրտության ավազանը համարվեց հոգևոր արգանդ, եւ մկրտության ավազանը տեղադրվում էր եկեղեցի հյուսիսային հատվածում։ Եվ հավանաբար այս հատվածը վերաբերում է
հոգևոր մորը, որտեղից որ նոր մարդն է ծնվում, որտեղից որ քրիստոնյան է ծնվում, եւ առաջին քրիստոնյաները հենց Պաղեստինում ի հայտ եկան։ Հավանաբար այս հատվածը դրան է վերաբերում, որտեվ այդ ժամանակ հենց Աստվածաշնչի առաջին գլուխներում չի հիշատակում, ասենք, Սիոնի մասին։ Եվ մարդ ծնվել չի նշանակում հենց առաջին, ասենք, մարդու մասն է խոսքը։ Հավանաբար սա վերաբերում է հետագային, որտեղ առաջին քրիստոնյաներն են ծնվում որպես նոր մարդ, նոր Ադամ եւ նոր Ադամի նախատիպ հանդիսացող ուրեմն Քրիստոս։ Եվ բնական է ենթադրել, որ Սիոն լեռան վրա ծննդատուն չկար, որ այնտեղ նոր մարդիկ Սիոնը հոգևոր ծնվեին, այո, սա հոգևոր իմաստով է եկեղեցու խորհրդանիշ։ Եվ նոր Սիոն արտահայտությունը կամ նոր Սիոն, նոր Իսրայել, դրանք միանշանակ կերպով վերաբերում են քրիստոնեական եկեղեցուն, այո, եւ մեր շարականները լի են նման արտահայտություններով, նոր Իսրայել, նոր Սիոն, բոլոր տեղերում միանշանակ քրիստոնեական եկեղեցու մասին է խոսքը, եկեղեցի, որտեղ իսկապես մարդը ծնվում է, եկեղեցու Սուրբ Ավազանում մկրտությամբ վերստին ծնվում է Սուրբ Հոգով։ Այո, եւ առաքյալները, երբ որ մկրտվեցին կամ նոր անուն ստացան, իրենք որպես նոր մարդ արդեն հանդես եկան, ծնվեցին որպես նոր արարածներ։ Թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել Հայր Սուրբ եւ առաջարկել մեր մյուս հանդիպան ընթացքում շարունակել զրույցը այս թեմայով Հայաստանը Աստվածաշունչ մատյանում։ Շնորհակալություն նաև ունկնդիրների բազմաբնույթ հարցերին պատասխանելու համար։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցն էր հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը։ Հիշեցնում եմ ձեզ, որ մեր այս զրույցի ձայնագրությունը կարող եք լսել շաբաթ օրն առավոտյան ժամը 10-ին, ինչպես նաև Վեմ ռադիոկայանի ինտերնետային կայքում vem.am հասցեում։ Աստված օգնական Հայր Սուրբ։ Աստված պահապան։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաս Սարգսակ Նալչաջյանը։